մենք հիմա տեսնում ենք ոչ հրապարակային քայլերի հրապարակային արդյունքը, երբ որ Լապշինը Ադրբեջան մակագրությամբ օթանավից իջեցնում են զինված դիմակավորված հատուկ ջոկատայինները, այդտեղ մարդասպաններին այդպես չեն տեղափոխում։ Եվ սա ուղերձ է, սա ապտակ է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին անձամբ, սա ապտակը Սերժ Սարգսյանին անձամբ եւ այդ ապտակը մեկին Ալիևն է հասցրել, մյուսին Լուկաշենկոն։ Եվ մենք չենք ուզում այնպես լինի, որ դա ապտակ լինի նաեւ հայ ժողովրդի նկատմամբ եւ մենք ասում ենք Բելարուսի Հանրապետության դեսպանը պետքա լքի Հայաստանի Հանրապետության տարածքը եւ Հայաստանի Հանրապետության десպանը պետքա վերադառնա Երևան։ Есть кто-нибудь, кто на армянском говорит или понимает? Пожалуйста, на русском говорите. Я на русском говорю сейчас. Я говорю, есть кто-нибудь в посольстве, который понимает армянский язык и разговаривает на армянском? Нет, пожалуйста, на русском. Мы хотели бы видеть посла. К сожалению, посла нет на месте. Պահանջում ենք, որպեսզի Բելարուսի դեսպանը հեռանա Հայաստանից։ Ընդհանրապես կարծում եմ, որ մենք բոլորս Հայաստանի քաղաքացիները, որտեղ Բելարուսի դեսպանին ինչ-որ առիթով դեսպանատան մեքենան, ինչ-որ առիթով հանդիպեն, պետքա պարտադիր բոյկոտի որևէ նշան ցույց տան, անպայման, սա պարտադիր պայման է։ Ասենք ընդունելություն կլինի Հայաստանի падգամավորները տարբեր դեսպանատներում ընդունելություն եւ այլ որ լինում է, պաշտոնատարանքին դեսպանները հրավիրում։ Ցուցադրաբար պետքա չբարևել այդ մարդուն, կամ ասել վերկած գնաց տեղից, եղբայր, ինչ ես եկել ստեղ։ Բայց այս պահին կարծում եմ շատ ճիշտ կլինի, որ մեր ուղերձը շատ հստակ հղենք, որ նա պետքա հեռանա։ Ուստի իրար հետ եկեք վանկարկենք հեռացիր։ Հեռացիր! Հեռացիր! Հեռացիր!